Քրիստոս հարյավ իմերելոց։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր մենք տոնախմբությամբ պանծացնում ենք ոչ թե ինչ-որ գաղափար, Սուրբ Պատարագի մատուցմամբ հիշում ենք ոչ թե ինչ-որ խորհրդանիշ, այսօր մենք տոնում ենք կենսական մի իրադարձություն, որը պատմական է, խորհրդավոր է, անցել է մարդկության, պատմության միջով և շարունակում է հաղթարշավը մեր մարդկային կյանքում։ Այսօր տոնում ենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության հաղթական իրադարձությունը։ Ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում։ Նա այստեղ չէ, այլ հարություն առավ։ Այս հռչակումով հարության իրականությունը մեզ համար դառնում է հաղթանակի տոն, որով վկայվում է, որ կյանքը մեկը միշտ հաղթել է մահվանը, և Քրիստոսով մարդու հեռանկարը գերեզմանից այն կողմ այլևս հավիտենական կյանքի մեջ է։ Դատարկ գերեզմանի առջև հնչած այս ավետիցն այսօր արձագանքում է մեր սրտերում, որոնք լի են տխուր հիշողություններով, ցավերով, հարցերով, բայց նաև հաստատուն հույսով։ Վերջին տարիներին մենք կորստաբեր պատերազմ ենք տեսել, որի հետևանքով մեզնից շատերն իրենց մեջ մի գերեզման են կրում, չբուժված վերքեր, գալիքի վախ կամ անորոշություն, որ դանդաղ թափանցում է մեր հոգիների մեջ։ Սուրբ Զատիկը չի ժխտում այդ իրողությունը, Աստված չի շրջանցում այդ գերեզմանները, նա մտնում է դրանց մեջ։ Քրիստոս հարություն առավ ոչ թե խաչից խուսափելով, այլ այն անցնելով գերազանցելով, ոչ թե մահից փախչելով, այլ նրա խորքը մտնելով։ Ինչպես հավատամքի մեջ մենք խոստովանում ենք, նա իջավ դժոխք, հետևաբար չկա մարդկային այնպիսի խավար, որտեղ Աստված չի այցելում։ Եվ ուրեմն սիրելի քրիստոնյաներ, չկա պատերազմ, որ խաղաղությամբ չզինաթափվի, չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի, չկա գիշեր, որ արշալույսով չլուսավորվի։ Սուրբ Պողոս առաքյալին ձայնակից ասում ենք. ուր է մահ քո հաղթանակը, ուր է մահ քո խայթոցը։ Ավետարանը պատմում է, որ Տիրոջ գերեզմանի քարը գլորվեց, բայց ոչ թե դուրս բերելու Քրիստոսին, որ արդեն հարություն էր առել, այլ մեզ ներս հրավիրելու։ Այդ քարը խորհրդանշում է այն ամենը, ինչ մեզ թվում է վերջնական, պառակտումները մեր համբուրերի ժողովրդի մեջ, ներքին հուզումները մեր պաշտերի եկեղեցու կյանքում, ճնշումները հոգևորականության դեմ, վախը ապագայի հանդեպ։ Սուրբ Զատիկը հռչակում է, Աստված բացում է այն, ինչ մենք համարում ենք փակ։ Երբ փակուղի է թվում, Աստված ճանապարհ է հարթում, երբ խավար է, Աստված լուսավորում է, հալածանք է, Աստված սպառազինում է, որովհետև լույսը փայլում է խավարի մեջ և խավարը նրան չի կարողանում նվաճել։ Երբ Հիսուս հարություն առնելով հայտնվում է աշակերտներին, չի թաքցնում իր վերքերը, այլ ողջունելուց հետո նրանց ցույց է տալիս իր ձեռքերն ու կողը, խաչված ձեռքերը, խոցված կողը։ Քրիստոսի հարությունը չի ջնջում Գեթսեմանիի գիշերը, խաչի ցավը։ Գեթսեմանիի պարտեզում և խաչափայտի վրա խավարի ուժերն իրենց ողջ զորությամբ հարձակում գործեցին Հիսուսի վրա, փորձելով նրա սերը վերածել ատելության, գթասրտությունը ողակալության։
Նրա սերը, տառապող սերը փորձվեց մինչև վերջ, բայց չպարտվեց։ Հետևաբար հարությունը փորձության եւ տառապանքի շղթումը չէ, այլ սիրո անմեկնելի ուժով փոխակերպումը։ Սեր մավան պես հզոր, նույնիսկ մահից հզոր։ Մենք որպես ժողովուրդ ունենք մեր փորձություններն ու վերքերը, պատերազմի, բաժանման, ցավի, անորոշության, Քրիստոս մեզ չի ասում մոռացության մատնեք, նա մեզ կոչ է անում այդ վերքերը սիրո զորությամբ, Քրիստոսաբար դարձնել նոր կյանքի աղբյուր, նոր նվաճումների մղիչ ուժ, սա այն էներգիան է, որ զորացրել է նահատակներին, այն շնորհն է, որ սրբացնում է եկեղեցին, այն մղումն է, որ կերտելու է լուսաշող ապագան։ Զատկի օրը աշակերտները վախից փակված էին։ Վախ նույն ճակատագրից, ձերբակալությունից, դատապարտումից ու մահից, վախ իշխանությունների ճնշումներից, ապագայի անորոշությունից եւ իրենց հավատքի համար վճարելիք գնից։ Բայց օ հրաշք, մի քանի օր անց նրանք դառնում են համարձակ վկաներ։ Ի՞նչն է փոխվում։ Ոչ արտաքին պայմանները, այլ նրանց սիրտն ու միտքը։ Նրանք հանդիպում են հարուցյալին։ Սիրելիներ, արդի ժամանակները եւս վախի ու տագնապի միջավայր են ձևավորել։ Վախ սեփական անձի եւ հարազատ ընտանիքի համար։ Վախ հայրենի պետության, կայունության եւ տառապյալ մեր ժողովրդի բարօրության համար։ Վախ մեր մարդկային իրավունքների եւ ազգային շահի պաշտպանության համար։ Վախ ճշմարտության եւ արդարության հաստատման համար։ Սուրբ Զատիկը չի խոստանում փորձություններից ու խնդիրներից ազատ կյանք, բայց պարգևում է առավել մեծ շնորհ։ Սիրտ, որ ազատ է վախից, որովհետև վստահ է հարուցյալ Քրիստոսի հաղթանակի վրա։ Մի վախեցիր, ես եմ սկիզբը եւ ես եմ վախճանը, ես եմ, որ մեռա եւ ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից, հայտնության գրքից հնչում է հարության հաղթական ձայնը։ Սուրբ հարության տոնը միայն մխիթարության աղբյուր չէ, այն նաեւ եւ առավելաբար հրավեր է առաքելության հանձնառության։ Յուղաբեր կանայք Տիրոջ գերեզմանի մոտ լսեցին. գնացեք եւ ավետիսը փոխանցեք իմ եղբայրներին։ Մենք եւս հարության հավատով ուղարկվում ենք, հույս բերելու այնտեղ, որտեղ ծավալվում է հուսահատությունը, միասնություն բերելու այնտեղ, որտեղ ընդլայնվում է պառակտումը, ճշմարտություն խոսելու այնտեղ, որտեղ տիրապետում է կեղծիքը, սեր ճառագելու այնտեղ, որտեղ մթագնում է ատելությունը, հավատարիմ մնալու այնտեղ, որտեղ արդարացվում է ուրացությունը։ Քրիստոնյան չի փախչում պատմությունից, նա ապրում է պատմական ներկան, հավատալով, որ Քրիստոսի հաղթանակը հաստված ճշմարտություն է, որն անտեսանելի կերպով նորոգում եւ վերափոխում է մեր կյանքը։ Ճիշտ պատմական այսօրվա հայկական ներկայի համար է ասված առաքելական խոսքը, եթե Քրիստոսի հետ մեռնում ենք, նրա հետ էլ կապրենք, եթե համբերում ենք, նրա հետ էլ կթագավորենք։ Ոչ մի խաչ անիմաստ չէ, եթե միահյուսված է Քրիստոսի խաչին։ Անձնազոհ տառապանքի գնով հարության հաղթանակի այսօրվա խոսնակներն են, հատկապես նրանք, ովքեր իրենց հավատի, խղճի եւ ճշմարտության խոսքի համար կրում են ազատազրկման ծանրությունը։ Նրանց կյանքը դառնում է խաչի ճանապարհով ընթացող վկայություն, որտեղ ճշմարտությունն անհնար է ստով լռեցնել եւ հավատը անկարելի է վախով տկարացնել։ Համբերությամբ նրանք հաստատում են, որ խաչի վրա Քրիստոսի մահը ձախողում չէր, որը հետո հարությամբ շտկվեց,
ըստ էության խաչի վրա մահն ինքնին հաղթանակ էր, տառապող սիրող հաղթանակը, որը ավագուրբաթ քողարկված էր, իսկ զատկպա առավոտյան դարձավ բացահայտ։ Այսպիսով մեր հոգևոր հայրերն ու աշխարհիկ եղբայրները, այդ թվում նաև անչափահաս, ոչ միայն մեր ժամանակի վկաներն են, այլև հարուցյալ Քրիստոսի հաղթանակի կենդանի նշանները, փաստելով, որ մահը կլանված է հաղթանակի մեջ։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ձեր հոգիների մեջ, ձեր ընտանիքներում, մեր եկեղեցում, մեր հայրենիքում պահպանենք զատկի լույսը։ Մի թողեք, որ վախը մարի այն, մի թողեք, որ ցավը ծածկի այն, քանի որ Քրիստոս արյավ իմ եռելոց։ Քրիստոս արյավ իմ եռելոց։ Քրիստոս արյավ իմ եռելոց։